Մարտի 19-ի առավոտյան 8:30-ին Արցախի Հանրապետության հյուսիսային սահմանի դիրքապահները նկատում են թշնամու դիվերսիոն խմբին։ Անհավասար մարտի սկզբում հայ զինվորները կարողանում են կանգնեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը, բայց 3 կյանքի գնով։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինները սակայն չեն հասնում ավելի մեծ հաջողության։ Մեր սահմանապահներին օգնության հասած խումբը խուճապ է առաջացնում թշնամու շարքերում, ոչնչացնելով դիվերսանտների մեծ մասին ու ստիպելով նահանջել։ Գրոհայիններից մեկը պայթել է ականի վրա, հետքերը մնացել են, կորցրել են համազգեստի նմուշներ ճանապարհին։ Այնուհետև օգնության հասած ստորաբաժանման ուժերով կազմակերպվել են հետապնդում։ Վիրավորներով զոհերով հետ են քաշվել, գետի ափին նստել, մենք հասել ենք իրանց նկատել, որ իրանք կապը պահում են վերևի հետ, օգնություն են ուզում, օգնությունը չկա։ Նկատում ենք, որ 2-3 հոգով արդեն օգնությունը գալիս է, իրանք հելնում են, որ գնան։ Հասցնում ենք իրանց այդ տարածքում ոչնչացնում։ Այս մացառներում են ոչնչացվել ադրբեջանցի զինվորները, առանց խղճալու, գերի չվերցնելու սկզբունքով։ Սահմանը Հայաստանի այն եզակի վայրերից է, որտեղ հայերի միասնականությունը արտահայտվում է առավել ցայտուն։ Մերոնց համակարգված գործողությունների շնորհիվ ադրբեջանական դիվերսիոն խմբից հենց նրանց դիրքերի մատույցներում մնացել են միայն այս զենքերն ու արյան հետքերը։ Դիակների մի մասը դաշտից հանել են ժամեր անց, մերոնց թույլտվությամբ։ Ինչքան հակառակորդը ուզում է ճնշում գործածնի մեր վրա, այնքան մեր զինծառայողները ավելի են ակտիվ եւ պատրաստ ենք հետ մղելու իրենց։ Եվ քանի անգամ էլ իրենց դիվերսիոն հետախուզական խմբեր են հանել, սա ջարդված հետ է մղվել։ Թշնամու ճանապարհը փակած հայ զինծառայողներից 3-ի կորուստը ցավ է, բայց հպարտություն, որ գերադասել են ընկնել հերոսաբար։ Իսկ ինչ երեսով են հարևանների աչքերին նայելու այս տղայի ծնողները։ Հանձնվեց թշնամուն, որ չկռվի ու չզոհվի, ով չգիտի, թե ինչպես են ադրբեջանցիները վարվում իրենց մոտ գերի հանձնված մարդկանց հետ։ Ով գիտի, նաև գիտի, որ սահմանին զոհվելը ավելին է, քան կամովին հանձնվել թուրքերի ու ադրբեջանցիների կամքին։ Թեև հակառակորդի բեմադրած տեսանյութից կարելի է ենթադրել, որ այս պատմության մեջ մութ կետերն ավելի են, քան թվում է, եւ որ կամովին գերի հանձնվելը ամենահավանական տարբերակը չէ։ Նաիրի Հոխիկյան, Էպիկենտրոն։